Կամ հələ մի րոպե մենք խոսում ենք Գարեգինի ենթադրյալ երեխաների գոյության մասին։ Բարիշտի Քարեմյանն այդ որ տենց տալի առնում եք իրար սենց պաճպճոցի եք անում, քեզ չի հուզում որ ինքն էլ է ինչ որ մի հատ տերտերի ապորինի ցրթանք։ Այսինքն դու խնդրեմ չունես ապորինի ծնված, այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի Արգիշտի Քարեմյանը չպետք է ծնվեր։ Ու դու խնդրեմ չես տեսնում նմանատիպ հանցավոր սեռական կապից ծնված ինչ որ մի հատ եթիմի հետ ընկերություն անես, պաշտոններ տաս, աստղեր ուսերին շարես, խնդրեմը եկավ հասավ գործը Գարեգինին։ Բայց ինչի իրաց մասին չես խոսում, բայց ապորինի հարաբերություն չի, որ դու գիտեք քանի միլիոն է նստում այս կինես երկրի վրա։ Մենք խոսում ենք հիմա երեխեքի մասին, բայց հիմա այդ կնգա ապորինի մասին է։ Մի հատ էլ էջը նայեք, էջը տեսեք ինչ միլիոններ է ծախսվում եւ Արայիկ Հարությունյանը ասեց, որ այս ամբողջ ծախսերը պետության բյուջեից է, իրանք են ասել։ Այս պետության բյուջեից ով է հասկացա, մենք հիմա հասկացա, մենք հիմա խոսում ենք երեխեքի մասին։ Այդ կնգա կոռուպցիայի մեջ առաջի դերակատարություն խաղալու մասին խոսվում է անընդմեջ, խոսացվել է իմ անցյալ։ Բայց դու տեսնում ես, որ խնդրեմ չունեն մարդը բաց։ Իհարկե նա խնդրեմ չունի։ Այո, բյուջեից է ծախսվում այդ բոլոր գումարները։ Հիմա Սրբազանն էլ Աջապյանն ասել, դու ինչ կարգավիճակ ունես։ Նա տարիքո կարգավիճակը հասկանաք, որ դու եկել ես դատում ես։ Այս կամ այն, դու ով ես, ինչ կարգավիճակ ունես։ Իրա կարգավիճակը մենք բոլորս հասկացել ենք ամենայն հայոց քերակին։ Չէ՞ որ քերակնոշն են տալիս քանի միլիոն բյուջեից։ Իսկ Փաշինյանը ի՞նչն է անում ճիշտ օրենքի սահմանով։ Դե մի դու էլ ասա, ես էլ ասեմ բանը քերակին, տենամ այդքան միլիոնով կտա։ Հիմա ինքը կանգնում ասում ես քերակին։ Հիմա ճիշտ քերի է ընտրել։ Էդ ուրիշ։ Էդ էլ է, բան հանճար։ Չէ, ճիշտ քերու քերիներ ընտրե։ Ամեն քերի չէ, որ Էրդողան ու Ալիև քերի կուներ, քերի։ Հենց որ հասկանում եք, այս ամեն ինչը իհարկե եւ տխուր է, եւ ծաղրելի է, եւ սենց շոկային է, բայց սրա հիմքում դրված է մի ուրիշ շատ ավելի կարևոր եւ ամեն ձև քողարկվող փաստ։ Սա Բաքվի ուղիղ պատվերն է եւ կրկնում եմ դա իմ կարծիքը չի, դա անգամ վերլուծական աշխատանքի արդյունք չի, մի վարքյան, դա բաց Բաքուն հնչեցրել է մամուլի միջոցով, այսինքն մարդիկ ասում են պետք է լուծարվի եկեղեցին, Նիկոլը ասեց եղավ կլուծարեմ, ու լուծարում է, թե հիմա ովում է դոմփում, ով ումից երեխա ունի, դա արդեն էական չի, ուստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս մարդը թքած ունի եւ օրենքի, եւ կարգի, եւ պրոտոկոլի վրա, հա, որ աշխարհիկ մարդիկ կապ չունի ով են նրանք, վարչապետա, ես չգիտեմ, տաքսու շոֆերա, ինչա, նրանք իրավունք չունեն մտնել եկեղեցի կանոնակարգի մեջ։ Եկեղեցին ունի փակ ստրուկտուրա է, որը կատարում է իր գործառույթները, եւ այդ կանոնակարգի մեջ մտնելու իրավունք ոչ ոք չունի։ Ով կընտրի կաթողիկոս, երբ կընտրի, դա եկեղեցու դարերով, հազարամյակներով եկած ավանդույթ է կամ կարգ է, ոնց ուզում եք անվանեք, որի շնորհիվ եկեղեցին կարողացել է ոչ միայն ինքնապահպանվել, այլ նաև ազգապահպան գործունեություն ծավալել, որտեղ որ մենք այսօր հայ ենք, մենք ունենք լեզու, մենք ունենք ինքնագիտակցություն, մենք ունենք շուտով չենք ունենա, բայց այնուամենայնիվ մինչև այսօր ունեցել ենք պետություն եւ պետականություն, դա եկեղեցու շնորհիվ է։ Ես դա ասում եմ որպես մարդ, որը ատեիստ է, ես եկեղեցուն ընկալում եմ ոչ թե ինչ-որ, դա Աստծո մասին չի, սա հաստատություն է, սա ինստիտուտ է, որը պետք է պահպանվի այն տեսքով, որով նա առավել էֆեկտիվ է գործում հայապահպանության ուղղությամբ։ Իսկ քանի որ եկեղեցին
Կրկնում եմ, մենք վերանում ենք Գարեգինի անձից, որտեվ Գարեգինը որպես անձ այսօր կա վաղը չկա, եկեղեցին եղել է, կա եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա մնա, որտեվ նա կատարում է գործառույթներ, որը պետությունը չի կարող ապահովել։ Դա մեր արխիվային բազան է, մեր ազգային ինքնության արխիվային բազան է։ Եվ այդ գործառույթները եկեղեցին շատ լավ կատարում է։ Ու ինձ որպես քաղաքացի բացարձակապես հետաքրքիր չի Գարեգինի անձնական կյանքը։ Պետք է չի քննարկել։ Որովհետև Գարեգինի ֆունկցիաները կայանում են լրիվ ուրիշ բանում։ Իր այդ բանը, կուսակրոնությունը չի մտնում իր գործառույթների կատարման էֆեկտիվության մեջ։ Բայց քանի որ բոլորին հետաքրքիր է տեսնեն ում տեղաշորում ինչ է կատարվում, հասկանում եք, նրանք խաղարկում են հենց այդ քարտը։